Սիրոտոներից մինչև մարտիրութը։ Գիծյանը համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Մեր եթերը շարունակվում է, մենք խոսելու ենք տնտեսությունից։ Տնտեսությունն է, որ այս պահին վերջի ամիսներին անցել է առաջ քաղաքական գործընթացներից, աշխարհաքաղաքական գործընթացներից, ինչ որ առումով եւ տնտեսությունն է, եւ տնտեսական համագործակցությունն է, որ ինչ որ առումով սկսել է ապահովել նաեւ մեր անվտանգությունը։ Տնտեսության կարևորության մասին, տնտեսական զարգացումների մասին մենք այսօր խոսելու ենք տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասպանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ֆանյան։ Բարև ձեզ։ Պարոն Ֆանյան, շատ է խոսել թրիպի մասին, շատ են քննարկել թրիպի ուղղությունները հնարավոր, հեռանկարները, բայց այսօր մենք արդեն թե բախվում ենք նոր խնդրի հետ, տնտեսական, դա մեր երկաթուղիներն են։ Երկաթուղիների հարցը սկսել է քննարկվել, հայտնի է, որ սկզբից վարչապետ Փաշինյանը ակնկալում էր, որ ռուսական երկաթուղին այդ 2 կամ 3 միգուցե նաև ուղղությունները կվերանորոգի եւ մենք կկարողանանք կապվել արտաքին աշխարհի հետ։ Հիմա հնչում է արդեն բոլորովին այլ տեսակետ, վարչապետ Փաշինյանը նշում է, որ հորդորում է ռուսական երկաթուղիներին վաճառել հարավկովկասյան երկաթուղին ինչ որ բարեկամ պետությանը։ Ըստ ձեզ իրականում ինչ է կատարվում երկաթուղու շուրջ եւ ինչու այսպիսի փոփոխություն հայտնի է, որով վերջուկը Ռուսաստանի փոխվարչապետը առաջին առաջարկությունից հետո դրական արձագանքեց եւ ասաց, որ իրենք սկսում են բանակցությունները այդ երկաթգծերը, այդ ուղղությունները կառուցելու նպատակով։ Ինչ փոփոխվեց, ինչ տեղի ունեցավ, որ այսպիսի փոփոխություն եղավ։ Նախ թույլ տվեք ասել, որ խոսքը գնում է կոնցեսիայի իրավունքի մասին, ոչ թե երկաթուղու մասին, որտեղ երկաթուղին այսօր պատկանում է Հայաստանի Հանրապետությանն, հա։ Եվ այդ մասին Փաշինյանը նշեց։ Այո, երկաթուղին Հայաստանի Հանրապետությանն է պատկանում։ Ինչ վերաբերում է զարգացումներին, ես իհարկե չեմ կարող ասել, թե կուլիսային ինչ իրադարձություններ են լինում, բայց միանշանակ է, որ այն ճարտարապետությունը, տնտեսական, աշխարհաքաղաքական, որ ձևավորվում է մեր տարածաշրջանում, ունենալ 43 կիլոմետրանոց երկաթուղի Հայաստանի հարավում, որը կառավարվելու է ամերիկյան ընկերության կողմից եւ նպատակ ունենալով, որ Նախիջևանի տարածքից այդ երկաթուղին ոչ թե շարժվի Դիլիչու, Իգդիր-Կարս ուղղությամբ, այլ Հայաստանի տարածքով Երազղ, Մասիս, Գյումրի, Ախուրիկ ուղղությամբ, բնականաբար սա ենթադրում է տրամաբանությունը ամենապարզ, որ պետք է այդ հատվածը եւս ամերիկյան ընկերությունը կառավարի։ Սա պարզ տրամաբանություն է, տնտեսական տրամաբանություն է եւ ըստ էության ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է որոշակիորեն զսպել Թուրքիայի հավակնությունները, այդ միջին միջանցքի բեռնափոխադրումները խոչընդոտելու Հայաստանի տարածքով ավելի երկար տարանցում ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին եւ հնարավոր այլ խաղացողների ներգրավվածությանը, կարծում եմ սա արդեն դիվանագիտության ոլորտ ենք մենք մտնում, փորձում ենք հասկանալ, չնեղացնել, չթշնամացնել Ռուսաստանի եւ միաժամանակ միջանկյալ լուծումներ փորձել գտնել, բայց ըստ իս տնտեսական առումով առնվազն դա մեծ հեռանկար իրենից չի պարունակում։ Ռուսաստանի գործունեությունը նկատի ունեմ ոչ թե Ռուսաստանի գործունեությունը, այլ խոսակցություն գնաց միջանկյալ երկրներ, հա, ներգրավել, օրինակ խոսքը Քաթարի մասին կարող է լինել, Ղազախստանի մասին կարող է խոսքը լինել։ Ես նկատի ունեմ ցանկացած երրորդ օպերատոր, Հայաստանը շատ փոքր երկիր է որպես այդպեսին եւ սահմանափակ երկաթուղիներ ունի։ Եթե մենք հանդուրժում ենք 3 տարբեր օպերատորներ այդ փոքր հատվածում, բնականաբար դրա տնտեսական արդյունավետությունը բավականին ցածր կլինի։ Այսինքն դուք կարծում եք, որ տրամաբանական կլինի, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները զբաղվեն այդ հարցով եւս։ Ոչ միայն տրամաբանական կլինի, այլ Հայաստանը պետք է մոտիվացված լինի ԱՄՆ-ին ներգրավելու, զուտ այն պատճառով, որ ապահովի բեռնափոխադրումների անցնումը ոչ թե միայն այդ 42 կիլոմետրանոց հատվածում, այլ նաեւ Երազղով, Մասիս, Գյումրի Ախուրիկ հատվածով եւս։ Ենթադրենք, որ Ռուսաստանը կատարում է իր պարտականությունները, ինչպես նշված է կոնցեսիոն պայմանագրով եւ կառուցում է այդ ուղղությունները։ Ենթադրենք։ Արդյոք ռուսական այդ երկաթուղին, ես օրինակ գիտեմ, որ էլեկտրոգնացքների միջին արագությունը 40 կմ/ժ է Հայաստանում։
դա խայտարակ ցուցանիշ է։ Արդյոք այդպիսի արագությամբ, այդպիսի ինֆրաստրուկտուրա եւ այդպիսի գծերով մենք ընդհանրապես կարող ենք հետաքրքրություն ներկայացնել, օրինակ Թուրքիայի համար տրանզիտ ապահովելու հարցում, Եվրամիության համար, եթե այստեղով գնալու են ինչ-որ գնացքներ Ադրբեջան կամ չգիտեմ որտեղ, իրենք ընդհանրապես ունակ են դա ապահովել։ Եկեք երկու տեսանկյունից հարցը դիտարկենք։ Առաջինը, ինչպիսի նարատիվներ կան այն պարագայում, երբ որ Ռուսաստանն է կառավարում այդ երկաթուղին։ Արդեն նաև վարչապետի մակարդակով հանրայնորեն նշվեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բարձրացնում, երբ որ հարց է առաջանում, ինչու չպետք է հայկական երկաթուղներից նաև երասկի հատվածում օգտվել, նշում են, որ դա գտնում է ռուսական կոնցեսիոների կառավարման ներքո եւ իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական կոնցեսիոների հետ։ Սա հրապարակային նշվեց դրա մասին եւս։ Բայց մինչ այդ էլ մենք գիտեինք կուլիսային, այսպես ասած, խոսակցություններից, որ ադրբեջանական եւ թուրքական կողմերը միջազգային գործընկերների մոտ փորձելով հիմնավորել իրենց նոր կառուցվելիք երկաթուղու նպատակարարությունը այդ հարցն են բարձրացնում։ Ինչ վերաբերում է տեխնիկական իրագործման տեսանկյունից, Ռուսաստանը հնարավորություն ունի, եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը տիրապետում է իրականում տեխնոլոգիաների, չի ասել, որ ինքը երկաթուղու ոլորտում ամենաառաջատար տեխնոլոգիաներին է տիրապետում, բայց բոլոր, այսպես ասած, նախադրյալները կան, որ ժամանակակից պահանջներին բավարարող երկաթուղի հնարավոր է կառուցել ռուսական կողմի միջոցներով։ Այլ բան է, որ ֆինանսական ռեսուրսների խնդիր կա, այլ բան է, որ քաղաքական կամքի բացակայության խնդիր կարող է լինել, բայց այս բանին միևնույն ժամանակ Ռուսաստանը փորձելով բարեբախտաբար մեզ, փորձելով հակադրվել որոշակիորեն ինքը մի այլ խնդրի առաջ է բախվում։ Դուրս մնալ այս ամբողջ գործընթացից։ Եվ այս առումով կարծում եմ իրենք ավելի շատ կորցնելու բան ունեն հնարավոր խոչընդոտներ ստեղծելու դեպքում, քան թե մենք, որտեղ մենք ամեն դեպքում մեր երկրի տարածքն է, այսպես ասած ծայրահեղ սցենարով կարելի է հակադրվել, չէ որ կոնցեսիոն պայմանագրով Ռուսաստանը այնքան կետեր չի կատարել եւ այնպիսի խախտումներ է կատարել, որ իրավական, եթե դաշտում այս հարցը լուծելու լինենք, շատ կարճ ժամանակահատված ընդհանրապես կպահանջվի։ Եվ նաև խոսելով միջուկային էներգետիկայի մասին, հնարավորությունների մասին, եկեք մի փոքր փորձենք հերթական անգամ բացենք փակագծերը, դուք արդեն ես կարդացել եմ ձեր այդ տեսակետը, որը դուք իրականությունը ներկայացրեցիք, երբ որ JD Vance-ը Հայաստանում հայտարարեց 9 միլիարդ ներդրման մասին, հասկանալի է, որ դա իրականում ներդրում չէր, այլ ընդհանրապես արտահանման առաջարկ մեծ հաշվով։ Եվ ստորագրված փաստաթուղթը Երևանում դա ոչ թե միջուկային ռեակտորներ կառուցելու մոդուլային, այլ ընդհանրապես 1, 2, 3-ն էր, այսինքն մի փաստաթուղթ, որը թույլ է տալիս, որ ԱՄՆ-ն իր տեխնոլոգիաները ներմուծի Հայաստան եւ այստեղ օգտագործի։ Հիմա հարցը այստեղ նաեւ հետեւյալն է. որքանով ես հասկանում եմ, Հայաստանը դեռ ընտրություն չի կատարել եւ այնպես չի, որ ամերիկացիները գալու են եւ դա կառուցում ենք, որոշում չունենք եւ շարունակում են ինչ որ առումով շահարկումները, բանակցությունները եւ Ռուսաստանի հետ, նշվում է, որ Ֆրանսիան կարող է լինել այս հարցում մեզ համար օգտակար, Հարավային Կորեայի մասին է խոսվում։ Ըստ ձեզ որն է ավելի ամենանախընտրելի տարբերակը, հաշվի առնելով, որ այստեղ հարցը գնում է ոչ միայն հարցը ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական աստար։ Ես նախ պետք է նշեմ ներդրումների մասով։ Իրականում այդ 5 միլիարդ դոլարի կապիտալ ներդրումների եւ եւս 4 միլիարդ վառելիքի եւ տեխնիկական աջակցության մասին խոստնելով, եկեք դա անջատենք։ 5 միլիարդը դա ամենայն հավանական։ Դա նախ Հայաստանի համար դա ներդրում է։ Անկախ նրանից թե ֆինանսավորող կողմը ով է։ ԱՄՆ-ն թե մենք մեր միջոցներով կգնանք ձեռքը բերենք։ Այո, բայց խոսքը գնում է արտաքին ներդրումա, թե եթե օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է ձեր խոսքը, ամենայն հավանականությամբ խոսքը օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Քիչ են դեպքերը կամ գոնե ես չգիտեմ այդպիսի դեպք, երբ որ այդ տեխնոլոգիաները արտանող երկիրը ինքը չի ֆինանսավորում որևէ ֆորմատով այդ գործունեությունը։ Ամեն հավանականությամբ ձևավորվելու հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, ինչպես TRIP-ի դեպքում, եւ այս դեպքում կլինի դա պարտքային գործիքներով, թե բաժնեմասնակցային գործիքներով ֆինանսավորումը այդ ձեռնարկության, որը կզբաղվի նորատամակայանի կառուցմամբ, դա համարվել է օտարերկրյա ուղղակի ներդրում Հայաստանի համար ստացված Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ես հավանականությունը շատ քիչ եմ համարում, որ այդպիսի սխեմայից դուրս կլինի, դա պետական մասնավոր գործակցության որոշակի սխեմաներ կմաշակվեն եւ դրա շրջանակում դա կիրականացվի։ Նույնը օրինակ Ռուսաստանն է, որը կառուցում էր ատոմային էլեկտրակայան Թուրքիայի տարածքում։ Իրեք վարկավորումը ամենա, այսպես ասած, դասական եղանակն է, որ կարելի է իրականացնել, բայց այդտեղ մենք սահմանափակումներ ունենք մենք ինքներս։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ գոնե այս պահին վերցնել դրացի 5 միլիարդ դոլարի վարկ։ Տնտեսական առումով դա մեզ համար բավականին դժվար է տրվելու։ Իսկ երբ որ պետական մասնավոր գործակցության կամ PPP տարբեր մոդելներ են մշակում, այդ թվում այսպես կոչված օգտագործողն է վճարում սկզբունքով, այսինքն ով էլեկտրաէներգիան սպառում է ինքն է վճարում, հնարավոր է էլեկտրաէներգիայի սպառումը իրականացվի նոր կառուցվելիք արհեստական բանականության գործանում, որը մեր հաշվարկներով էլեկտրաէներգիայի սպառումը տարեկան կազմի շուրջ 800 միլիոն կիլովատ-ժամ, դա Հայաստանի ներկայիս արտադրության շուրջ 8-9%-ի մասին է խոսքը գնում, 10% մասին է խոսքը գնում։ Բացի այդ, ամերիկացիները ունենալով համատեղ ձեռնարկության տեսքով ատոմային էլեկտրակայան Հայաստան, իրենք են շահագրգռված լինելու էլեկտրաէներգիայի արտահանմամբ, որպեսզի այդ ներդրումները հետ գնման ժամկետը կարճ լինի կամ արդարացված լինի, իրենք են շահագրգռված լինելու, որ հայկական էլեկտրաէներգիան արտահանվի, իսկ արտահանման ամենամոտ եւ ամենամեծ պահանջարկ ունեցող շուկան դա թուրքական շուկան է, որտեղ Թուրքիան պարտավորված ունի իր ապրանքները, որ արտահանում է ԵՄ-ը, այսպես կոչված կարբոնային այդ footprint-ի մասնաբաժինը ավելի քիչ լինի, հա, ածածնի մասնաբաժինը քիչ լինի, իսկ գիտենք, որ ատոմային էլեկտրաէներգիան ինքը իրենով բավականին, այսպես կոչված կանաչ է համարվում։ Պարոն Ֆանյան, շատ ավելի լավ։ Այդ դեպքում ինչի մասին ենք մենք երկմտում, ինչի այդ որոշումը չի կայացվում եւ մինչեւ հիմա մենք չունենք որոշում, որ հստակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են դա անելու։ Ես ճիշտ ասած այդ հարցի պատասխանը չունեմ եւ նաեւ կարծում եմ ես չեմ հասցեատրել ձեր բարձրացրած հարցը։ Լավ, հայց այս վերաձևակերպեմ։ Ճիշտ որոշում կլիներ, եթե ամերիկացիները դա անեն։ Ես կդժվարանամ ասել, որովհետեւ շատ կարևոր է նաեւ տեխնոլոգիայի, այսպես ասած, թե ինչ տեխնոլոգիայով է նախատեսում դա իրականացնել։ Ես միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, երբ որ էլեկտրաէներգիայի սպառումը մեր հնարավոր լինի բարձրացնել, արդեն նաեւ կարելի է ոչ թե մոդուլային տեխնոլոգիայով աշխատող էլեկտրակայան կառուցել, այլ նաև ավանդական, հա, այսպես ասած, լիարժեք այդ մեծ ռեակտորներ տեղադրել։ Այսինքն դուք բացատրում եք այս վերջին ստորագրված փաստաթղթերով 4 միլիարդ Ես դա կարող է պարզ համընկնում է։ Չէ, կիսահաղորդիչների մասին եմ եւ ասում։ Այսինքն մեր մոտ լինելու է էներգիայի օգտագործման սպառման մեծ պահանջարկ, այո, մեծ պահանջարկ, որը մենք կարող ենք այսօր էլ բավարարել մեր արևային ռեսուրսների հաշվին, մեր 5-րդ բլոկի գործարկման հաշվին կամ այլ ջերմաէլեկտրականների ամբողջ ծավալով օգտագործման հաշվին, բայց հեռանկարում նույն այդ ատոմակայանի, հա, նոր կառուցվելիք ատոմակայանի էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել նաև արհեստական բանականության գործարանի կողմից։ Մենք վերջերս 2 օր առաջ հանդիպում էինք ադրբեջանական գործընկերների հետ, որոնք եկել էին Հայաստան, եւ երբ որ մենք իրենց արժեվ հարց բարձրացրինք, ասացինք, լավ, Հայաստանը արդեն գնում է ձեզանից բենզին, հա, դիզել վառելիք է գնում, հասկանալի ինչ եք դուք մեզ մատակարարում, իսկ ինչ կարող ենք մենք ձեզ մատակարարել, ձեզ ինչ է հետաքրքիր, ենք ասացին, այսպես պատասխանեցին։ Ասացին, դա ձեր որոշելիքն է, դուք պետք է ներկայացնեք, ինչ եք դուք կարող, ինչ եք դուք մեզ առաջարկում, մենք էլ որոշենք, դա մեզ պետք է թե ոչ։ Այս հարցում Ադրբեջանի հետ առևտուր, իրոք ինչ ապրանքներ մենք կարող ենք մատակարարել Ադրբեջան, ինչ ենք մենք արտահանում եւ ինչ կարող է հետաքրքիր լինել ադրբեջանական շուկայում։ Այդ մասով նաեւ կա արդեն ոչ թե պաշտոնական, այլ պաշտոնատար անձանց կողմից հայտարարություններ, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է որոշակի ցուցակ եւ իմ տեղեկություններով այդտեղ ներառված է օրինակ ծաղիկ, կոնյակ, ինչքան է զարմանալի լինի եւ այսպիսի ապրանքներ, չգիտեմ ինչն է պատճառը, որ այդ առևտուրը այսօր տեղի չի ունենում։ Մեր կենտրոնը ժամանակին 2024 թվականին մի ծավալ ուսումնասիրություն է իրականացրել այդ առումով, հասկանալու փոխադարձ շահերը եւ ինչ ապրանքներ կարող են արտահանվել եւ ներմուծվել։ Ես ուզում եմ շեշտել, որ մենք նաեւ հնարավորություն ունենք պոտենցիալ կարող ենք Ադրբեջանից ներմուծել ալյումինի հումք,
ալյումին, որով նաև փայլատիթեղ հնարավոր կլինի ռուսալ-արմենալում արտադրել եւ արտահանել տարբեր երկրներ, քանի որ ձեռնարկությունը օգտագործում է ռուսական հումք եւ ռուսական հումքի նկատմամբ օրինակ ԱՄՆ-ում 2% ներմուծման մաքսատուր կա սահմանված, որը տնտեսապես ձեռնտու չի, իսկ ադրբեջանական հումքի դեպքում բնականաբար արդեն կդառնա տնտեսապես ավելի շահավետ։ Ինչ վերաբերում մեր կողմից արտանվող ապրանքներին, իրականում մեր հնարավորությունները ավելի սահմանափակ են եւ այդ տարբերակներից մեկը կարող լինի բարտերային եղանակով, ինչպես Թուրքիա Իրանի հետ ենք իրականացնում, Ադրբեջանից ներմուծել Վրաստանի տարածքով թեկուզ գազ եւ փոխարենը արտանել էլեկտրաէներգիա, որովհետեւ մեր ջերմային էլեկտրակայանների օգտագործման այդ ՕԳԳ կոչվածը հա միջինում ավելի բարձր է, քան թե ադրբեջանականը։ Ադրբեջանը վերջին տարիներին նոր ջերմաէլեկտրականներ կառուցել է, բայց նաև քիչ չեն սովետական տեխնոլոգիաներով աշխատող ջերմաէլեկտրականները, որոնց ՕԳԳ-ն շատ ավելի ցածր է։ Եվ միջինը, երբ որ համեմատում ենք, ավելի օգտակար, այսինքն այսպես լինի։ Գա գազ մեր մոտ, մենք արտահանենք Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա, որը Ադրբեջանը է սպայն արտադրում եւ ինքն է արտահանում Թուրքիա, մենք կարող ենք արտադրել եւ Վրաստանի տարածքով արդեն Ադրբեջանը կարող է տեղափոխել Թուրքիա եւ ինքը վաճառել։ Իսկ ինչի Վրաստանի տարածքով մեր տարածքից չեն կարող էլեկտրագծերի կառուցման, կարճաժամկետում էլեկտրագծերի կառուցման այդ հարցը դեռևս խնդրահարույց է, մենք ինչքանով տեղյակ եմ, անցած տարի ունեցել ենք արդեն մի որոշակի այդպիսի փորձ Հայաստանի էլեկտրաէներգիայի Վրաստանի տարածքով արտահանել Թուրքիա։ Պարոն Ֆանյան, տնտեսական տեսանկյունից Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը, այսինքն առևտուրը, այդ հոսանքի, հա, այդ համակարգերի միացումը, որի մասին խոսում է վարչապետը, մեզ համար ինչ հնարավորություններ է բացում եւ ինչ ռիսկեր է պարունակում։ Հնարավորությունը իրականում մի քանի մակարդակում պետք է դիտարկել։ Առաջինը Ադրբեջանը որպես տարանցիկ երկիր ապրանքներ ներմուծելու եւ արտահանելու համար։ Սա միանշանակ թույլ է տալիս մեր տրանսպորտային ծախսերը նվազեցնել եւ հայկական ապրանքները, օրինակ միջին ասիական երկրներում ավելի մրցունակ դարձնել։ Ռուսաստանից ունեցած ներմուծումը, որը մենք ունենք, ես տեղյակ եմ, որ Իսպանիան նաեւ կարծես թե խոսք է գնում պարտանյութերի տարանցիկ տեղափոխման մասին, որը պաշտոնավտանգ եւ դրա համար առանձին հատուկ թույլտվություն է պետք։ Սրանք բնականաբար նվազեցնում են ծախսերը եւ պատահական չի հացահատիկի ներկրումը, այլ ապրանքների ներմուծումը Ադրբեջանի տարածքով, որ տնտեսապես ավելի ձեռնտու է։ Ես արտահանման կոմպոնենտն էլ նշեցի, սա մի ուղղություն է։ Երկրորդ ուղղությունը Հայաստան-Ադրբեջան առևտրի մասին է խոսքը գնում։ Մեծ հայտնագործություն առաջ չեմ լինի, եթե ասեմ, տնտեսական շահերն են, որ հանգեցնում են պատերազմների եւ զսպում են պատերազմները։ Եվ այս առումով փոխադարձ շահերը ստեղծելով որոշակիորեն, ես չեմ ասում մենք ստրոյացնում ենք, եւս մեկ, այսպես ասած, մեր լուման ենք ներդնում այդ խաղաղության, ճարտարապետության շրջանակում տնտեսական շահեր։ Այո, տնտեսական շահերը նվազեցնում է էսկալացիայի ռիսկը։ Եվ դուք ներողություն խոսեցիք նաև ռիսկերի մասին։ Այո, ես հատուկ անդրադառնում նաև ռիսկերի կոմպոնենտին։ Բնականաբար, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ կախվածությունը շատ բարձր լինի, օրինակ բենզինի, դիզելի ներմուծման մասով, դա կարող է վտանգներ ներկայացնել մեր տնտեսության համար, որովհետև կարճաժամկետում փոխարինումը մատակարարման փոխարինում ինքը որոշակի ռիսկերի հետ է։ Մենք այդ խնդիրը 90-ականներին ունեցել ենք։ Մենք 90-ականներին ունեցել ենք այդ խնդիրը։ Ինչ վերաբերում է հավասարակ, չասեմ հավասարակշռված, երբ որ մենք ներմուծում ենք միաժամանակ Ռումինիայից, Եգիպտոսից, ինչու՞ չէ Ռուսաստանից, Ադրբեջանից, այդ դեպքում այդ ռիսկերը շատ ավելի կառավարելի են։ Եվ հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում մի մատակարարին փոխել մեկ այլ մատակարարով, որոշակի ծախսեր իհարկե կարող են ավելանալ։ Եվ այս առումով, երբ որ հարցերը բարձրացնում ենք, հաճախ ծայրահեղացնում ենք։ Այ մինչև հիմա մենք ներմուծում ենք Ռուսաստանից, հիմա տեղափոխեցինք Ադրբեջան։ Եթե այսպես սևի եւ սպիտակի դաշտում ենք դիտարկում, այդ ռիսկերը առաջանում են, բայց կյանքը ցույց է տալի, որ այդ սևի եւ սպիտակի արանքում բազմաթիվ այլ երանգներ կան եւ իրականում ճշմարտությունը այդ երկու ծայրահեղությունների արանքում։ Ինչպես եւ միշտ ոսկե միջին։ Այսինքն մենք չպետք է հրաժարվենք նաեւ Ռուսաստանից մատակարարումներից, պետք է պահպանենք որպես դիվերսիֆիկացման ուղղություններից մեկը։ Ես ինքս
կարծում եմ, որ մենք բավականին լուրջ ջանքեր ունենք իրականացնելու Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց դա չի նշանակում ուղղակի այսպես ավտոմատ պետք է չարտահանել Ռուսաստան եւ ոչ միտեղ չարտահանել։ Սա ժամանակ է ենթադրում եւ այս առումով կարծում եմ դեռ բավականին շատ քայլեր կան, որ պետք է իրականացվեն։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանակից մարզերի բնակչության ղեկավարության վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի բացմանը վաղուց հայտնի է, նրանք միշտ էլ կողմ են եղել դրան եւ հիմա այս ողջավորություն եմ տեսնում թուրքական զլմ-ները բարբերաբար հրապարակումներ են անում լուսանկարներով, այնտեղից շատ դրական են դիտարկում այս հնարավորությունները եւ բոլոր հնարավոր մակարդակներում խոսվում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, բացի ամենավերևի Անկարայի։ Հիմա հարց է առաջանում, փորձենք նաև այս մասին խոսել, տնտեսական նորից հնարավորություններ եւ ռիսկերի տեսանկյունից քաղաքականության մասին չենք խոսի, ինչով է հետաքրքիր այդ մարզերի համար Հայաստանը, չեն իրենք ակնկալում եւ մեզ համար ինչով է հետաքրքիր Թուրքիան, տնտեսական համագործակցության իհարկե տարանցման տեսակետից ապրանքների։ Երևի սկսեմ վերջից։ Բնականաբար Հայաստանի համար շատ ավելի մեծ տնտեսական նշանակություն ունի հայ-թուրքական սահմանի բացումը, քան թե հայ-ադրբեջանական սահմանի բացումը։ Եվ այս առումով օգտագործելով հայ-թուրքական սահմանի հնարավորությունները հայաստանյան արտահանողները հնարավորություն ունեն օգտվելու եւ միջերկրածովյան նավահանգիստներից Թուրքիայի եւ նաեւ մրցակցություն կառաջանա վրացական նավահանգիստների հետ եւ վրացական նավահանգիստները ստիպված կլինեն գները վերանային, ինչպես օրինակ, երբ որ խնդիր առաջացավ Ադրբեջանից ապրանքներ ներմուծելով, 10 անգամ իջավ։ Ստիպված վերանայեցին այդ իրողությունները, սա նորմալ տնտեսություն է, հա, երբ որ կա մրցակցություն, ցանկացած երկիր պետք է իր ծառայությունները ավելի մատչելի ներկայացնի եւ ինքը եւս հետաքրքրված է դա։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական առևտրի մասին, բնականաբար հարակից տարածքների բնակչությունը տարանցիկ է առևտրից, այդ բեռնափոխադրումներից, ուղղափոխադրումներից կարող է տնտեսական օգուտներ ակնկալել։ Բացի այդ, մի կարևոր հանգամանք կա, որ մեր մոտ կարծես թե անտեսվում է։ Մեզ ընդունված է համարել Թուրքիան շատ զարգացած երկիր, բայց մոռանում ենք, որ Թուրքիայի արևելյան շրջանները շատ ավելի թեր զարգացած են։ Եվ եթե պարզապես օրինակ համեմատենք օրինակ մեր արմավիրը Իգդիրի հետ, ես Իգդիրում չեմ եղել, բայց համոզմունք ունեմ, որ մեր արմավիրը ավելի զարգացած է, քան թե Իգդիրը։ Եվ այս առումով ըստ էության նաև հնարավորություններ է բացում։ Ես տարբեր առիթներ ունեցել եմ ասելու, որ ես չեմ բացառում լինեն դեպքեր, երբ որ Թուրքիայի քաղաքացիները գան Հայաստան, օրինակ բուժում ստանալու համար։ Իրանց համար ավելի մոտիկ լինի Երևանը, որպես զարգացած բուժկական, քան դրականայտ է, որ տարածքային առումով շատ ավելի հեռու է։ Եթե օրինակ Երևան հասնելու համար իրանցից կարող է պահանջվի 1-2 ժամ, օրինակի համար, Ստամբուլ հասնելու համար շատ ավելի, այսինքն կարելի է օրվա ընթացքում գալ եւ գնալ։ Ոնց որ ունենք մեր օրինակ սահմանամերձ գյուղերը, Վրաստանի հետ սահմանամերձ գյուղերը, Թբիլիսի հետ Երևանից ավելի հաճախ են իրեն գնում Թբիլիսի, չգիտեմ, առևտուր անելու, քան թե Հայաստան։ Եվ դա նույնիսկ եղել է սովետական ժամանակ, ցարական ժամանակ, չէ՞, միշտ Թիֆլիսը ավելի, այսպես ասած, մայրաքաղաքի կարգավիճականաց է, քան թե Երևանը։ Պարոն Ֆանյան, եւ մեր զրույցի վերջում երևի բավականին լուրջ հարց է, մեծ հարց է։ Տեսեք, մենք ունեցել ենք սովետական միության ժամանակ պլանային տնտեսություն, հետո այն վերածվեց սեփականաշնորհումից հետո վայրի կապիտալիզմի։ Հիմա մենք անդադ խոսում ենք առևտրից, արտահանումից, ներմուծումից, ինչ տնտեսական մոդել ունենք մեծ հաշվով այսօր մենք Հայաստանում, եւ ինչ տնտեսական մոդել է մեզ անհրաժեշտ, եթե այս տնտեսական մոդելը ըստ ձեր գնահատականի բավարար չէ։ Շատ լավ հարց է, իմ սիրած հարցերից է։ Իրականում մենք այս հարցում միակարծիք չենք։ Նկատի ունենք մի բան գրված համանդրությունում, չէ, Հայաստանը շուկայական սոցիալական տնտեսություն է իրանից ներկայացնում։ Մենք ասում ենք, որ Հայաստանը շուկայական տնտեսություն է որպես այդպեսին եւ միաժամանակ վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվորեն տեսնում ենք պետության ներգրավվածությունը
տնտեսությունում, նկատի ունեմ ԶՊՄԿ-ի բաժնետոմսեր, Viva Armenia-ի բաժնետոմսեր, Lydian Armenia-ի բաժնետոմսեր, նկատի ունեմ առողջության համապարփակապահովագրության համակարգ, պետական, քվազիպետական հիմնադրամի հողանոցի։ Անիֆի մասին էլ չխոսենք։ Գիտեք, Անիֆը ճիշտ եւ լիարժեք իրագործելու դեպքում ես դեմ չէի, որ պետք է իրականացվի եւ այս մոդելը տարբեր երկրներ օգտագործում են։ Այլ բան է, որ ասում եմ մենք ցանկանում ենք, որ լավն ստացվեր, բայց стացվում է ինչպես միշտ։ Եթե Չեռնոմիրձինի խոսքերը հայերեն Хотели как лучше, получилось как всегда. Այս առումով ինձ համար այդ միտումները որպես ազատական հայացքներ ունեցող տնտեսագետի մտահոգիչ են։ Եվ մենք տեսնում ենք նաև հեծի դեպքում այս հարցը։ Ինքը շատ նեղ, այսպես ասած, ճիշտ է ներկայացում հավատանգային նպատակներով, բայց ես նաև չեմ բացառում, որ քաղաքական հոշեկի հաշվարկներ կա այդ ամեն ինչի հիմքում եւ կարծում եմ շուկայական տնտեսության առումով դա մենք հետընթաց ենք արել, որը բացասական է անդրադառնալու տարբեր այլ ներդրողների Հայաստան մուտք գործելու որոշման վրա։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ նոր խորհրդարանում չեն լինելու, չպետք է լինեն օլիգարխներ։ Իսկ Հայաստանում օլիգոպոլիաներ կան հիմա դասական իմաստով։ Մենք շատ դեպքերում խառնում ենք օլիգարխ հասկացությունը եւ իրական այդ բառի նշանակություն։ Օլիգոպոլիաներ ունենք հիմա թե ոչ։ Ես ուզում եմ ասել նախ որ օլիգարխիան եւ օլիգոպոլիան դրանք տարբեր հերոստատիտողների համար տարբեր բաներ են։ Օլիգոպոլիա ունենք թե ոչ։ Ենթադրում եմ առանձին շուկաներում կարող են լինել օլիգոպոլ դրսևորումներ, այդ թվում նաև օրինակ նույն բենզինի շուկայում միջև վերջերս երկու խոշոր խաղացողներ քչերի կառավարում, այո եղել է նաև այդպիսի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պաշտոնական հայտարարություններով հանդես է եկել, որ հակամրցակցային համաձայնություններն առանձին շուկաներում եղել կան եւ օլիգոպոլիաներ հնարավոր են ցանկացած իրավիճակում։ Նույն օրինակ բջջային հեռուստակապի շուկայում օլիգոպոլիա է, 3 խոշոր խաղացողներ են, ուրիշ չկա։ Եվ նաև մուտքի բարիերներ կան, ցանկացած մեկը չի կարող գնա բացի։ Օլիգոպոլիան եւ օլիգարխիան եւ տարբերում ենք, օլիգոպոլիան հնարավոր է տնտեսական որևէ կառուցվածքում դա ձևավորի։ Դա պետք է կառավարվի, վերահսկվի, որպեսզի չարաշահումներ չլինեն։ Օլիգարխիան, երբ որ բիզնեսը ներգրավում է քաղաքական որոշումների մեջ, դա ես գիտեք ողջ աշխարհում այդպիսի դրսևորումներ շատ կան, Ամերիկայի Միացյալ Նամենք չունենք այս բանը, չէ՞ դա։ Կարծես թե օլիգարխիա։ Օլիգարխիա չունենք մենք հիմա։ Ես որպես տնտեսագետ այդ հարցին չեմ պատասխանի, բայց որովհետև կարծում դա շատ քաղաքագետին վերաբերելի հարց է։ Բայց չէ՞ որ մենք ունենք շատ գործարար մարդիկ, ովքեր ներգրաված են քաղաքական գործընթացներում։ Իրենք որոշումներ են կայացնում։ Ես վստահ չեմ կայացնում են թե չեն կայացնում։ Ես էլ վստահ չեմ։ Լավ, տնտեսական մոդելին վերադառնանք, փաստացի մենք դեռ ունենք օլիգոպոլիաներ, մենք ունենք հարցական, ինչ որ հարցականներ կապված ազատականացված շուկայի հետ, եւ մենք այս ամենով փորձում ենք գնալ դեպի Եվրամիություն։ Փորձում ենք ծեծել Եվրամիության դուռը, որ մեզ այնտեղ ընդունեն։ Որքանով է սա ընդհանրապես հնարավոր այս մոդելի տնտեսություն ունեցող երկրի համար։ Գիտեք, Եվրամիությունում էլ կան օլիգոպոլիաներ։ Այնպես չի, որ Եվրամիությունում օլիգոպոլիաներ չկան։ Բայց իրենք արդեն այնտեղ են, իսկ մեզ դեռ պետք է ընդունեն այդ բեռով։ Գիտեք, ես կարծում եմ այդ կոնտեքստում դիտարկել Հայաստանի հավակնությունները Եվրամիության անդամակցելու մենք դեռ շատ քայլեր ունենք, որ գանք հասնենք եւ հասկանանք, որ օլիգոպոլիաները մեզ խանգարում են Եվրամիությանը անդամակցելու։ Այդ առումով մենք որակի ենթակառուցվածքների մասով շատ աշխատանք ունենք տանելու։ Իրականում մեծ բեռ կա եւ մեր արտանողները նաեւ պիտի այդ ուղղությամբ մտածեն։ Ես միշտ ասում եմ, եթե մարդիկ չուզենան արտահանեն, ոչ մի պետություն չի կարող այդ մարդուն ստիպել։ Եվ այս առումով պետք է թերևս մեր գործարները նաև կարճաժամկետ չմտածեն, որովհետև այս բանը կա պահանջարկում է իրենք արտանում են իրենց ապրանքները Ռուսաստան կամ Բելարուս, ինչ եթե հանկարծ մի օրից սահմանը փակվում է։ Այդ դեպքում պետք է այլընտրանքների մասին իրանք եւս այսօր մտածեն եւ իրենց համար ռիսկերը կարող են ոնց որ բոլորը մի արժույթով չեն, չէ, իրենց բիզնեսը իրականացնում, փորձում են դիվերսիֆիկացնել իրենց արժութային պորտֆոլիոն, որ ռիսկերից խուսափեն։ Նույնը վերաբերում է իրենց վաճառքի աշխարհագրությանը։
Պարոն Ֆանյան, եւ այդ դեպքում ձեր պատասխաններից ինձ մոտ առաջացավ վերջի դրամաբանական հարցը, որն է ըստ ձեզ ամենաակտուալ խնդիրը այսօր Հայաստանի տնտեսությունում, որը պետք է հնարավորինս շուտ անհապաղ լուծվի։ Ես կարծում եմ ոչ թե անհապաղ հրատապության մասով, այլ քննիության մասով, հասցով։ Ես կարծում եմ, որ Հայաստանը լիարժեք չի կարողացնել յուրացնել այն հնարավորությունները, որ 22 թվականի պատերազմից հետո առաջացավ, եւ մենք հնարավորություն ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ ուղղորդել տնտեսության իրական հատված տարբեր գործիքների միջոցով, եւ կարծում եմ այդ առումով մենք մեր աշխատանքը նկատի ունեմ երկրի հնարավոր չի բավարար գնահատել։ Ես կարծում եմ մենք բաց ենք թողել շատ մեծ հնարավորություններ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ֆանյան։ Մեր հյուրն էր տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասֆանյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ցտեսություն։